Հարգելի հայրենակիցներ, բարի օր։ Այսօր ցերեկվանից ամբողջ համացանցը ողողված է Նիկոլ Փաշինյանի հերթական հիստերիկ զեղումներով։ Եվ այդքանով այս պատմությունը չի ավարտվում։ Այո, Նիկոլ Փաշինյանը այսօր հիստերիկ, անվայելուչ, անպարկեշտ արտահայտություններ իրեն թույլ տվել, ինչպես մեր հասցեին, այնպես էլ ընդդիմության այլ ուժերի եւ առաջնորդների նկատմամբ։ Զսպում եմ գայթակղությունս եւ այդ բառապաշարի մեջ չեմ մտնում մի շատ պարզ պատճառով։ Նիկոլ Փաշինյանը իր հիստերիաներով ապացուցում է, որ հողը իր ոտքերի տակից փախչում է, որ նա չի կարողանում առերեսվել իրեն ճշմարտությունն ասող քաղաքացիների հետ, որ նա առհասարակ չի կարողանում առերեսվել ճշմարտության հետ, որ նա դավաճան է, կապիտուլյանտ է եւ մարդասպան է, որովհետեւ կերել է 5000 մեր երիտասարդների գլուխներ։ Այո, այդ թիվը 5000 է։ Այսօրվա հաթաթարների փոխարեն բզեք դրան, ասեք, թող հրապարակի 44 օրյա պատերազմի ընթացքում զոհված բոլոր տղաների անունները։ Իրանք առնվազն դրան արժանի են։ Այս 5 տարիների ընթացքում, արդեն 5.5, նա թաքցնում է անվանացանկը մեր զոհերի եւ ինքն է խրախճանկանում իրենց ոսկորների վրա, հիշեցնեմ, երբ որ ասում էր դե պլյուս մինուս 50։ Փառք մեր նահատակներին։ Վերադառնանք այս բուն խնդրին։ Այո, էմոցիաներից բացի, իր լկտի պահվածքից բացի Նիկոլ Փաշինյանը այսօր թույլ է տվել նաև սահմանադրության եւ օրենքների կոպտագույն խախտումներ։ Նա ընտրարշավի ընթացքում ոչ միայն ատելության խոսք է քարոզել, այլ նաև սպառնալիքներով, լինելով այսպես ասած ոչ բարով գործող վարչապետ եւ կոչված լինելով ապահովել գալիք ընտրությունների ժողովրդավար, ազատ եւ արդար բնույթը, նա այդ բնույթը ինքն իր պահվածքով խաթարում է հերթական անգամ, բայց այս անգամ իր գեոպոլիտիկ հովանավորները չեն կարողանալու աչք փակել այս պահվածքի վրա։ Ես դες խոստանում եմ հանրապետականը իր բոլոր ռեսուրսներով համապատասխան ահազանգերը արդեն սկսել է ուղարկել բոլոր այն կառույցներին եւ գործիչներին, որոնք երկար ժամանակ աչք են փակել եւ փակում Նիկոլ Փաշինյանի նման զարհուրելի հակասահմանադրական պահվածքի վրա։ Այսինքն Նիկոլի այսօրվա պահվածքը ոչ միայն անբարեկիրթ է, անվայելուչ է եւ տղամարդուն հարիր չէր, այլ նաեւ հարիր չէ վարչապետ կոչվածին եւ սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում է։ Նորից կրկնեմ, այս հաթաթաները, սպառնալիքները, ատելության խոսքը, որ նա քարոզում է իր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, հերթական մեծ ստվեր ցեխն է շպրտում գալիք ընտրությունների բնույթի վրա։ Եվ սա այն է, ինչ ոչ մի դիտորդ չի կարողանալու շրջանցել։ Եվ սրա մասին ես խնդրում եմ ու կոչ եմ անում բոլոր ընդդիմադիր ուժերին, հատկապես նրանց, ովքեր մասնակցում են ընտրություններին, այս թեման դարձնել թիվ 1 խոսացվող թեմա եւ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս։ Նորից կրկնեմ, Նիկոլ Փաշինյանի զեղումներին, պիտակավորումներին չեմ անդրադառնալու, թեպետ Էրդողանի եւ Ալիևի խունջուփուլախի մեջ, այսպես ասած, ծավալած գործիչը իրավունք չունի առհասարակ տալ այն մարդկանց անուններ, ում անունները նա փորձում է տալ։ Նա վախեցած է, որովհետև իրեն մերժում է հասարակությունը, ժողովուրդը, որովհետև ճշմարտությունն ասող մարդկանց քանակը անկախ այն ռեպրեսիաներից եւ վախի մթնոլորտից, որ նա տարածում է, չի նվազում, այլ ավելանում է, իսկ ընդդիմությունն էլ կարծես թե թափ է հավաքում։ Ուստի ժողովուրդ ջան, չենք վախենում եւ շարունակում ենք նրա երեսին շփոթել ողջ ճշմարտությունը, գործելով ՀՀ օրենքների եւ սահմանադրության շրջանակներում։ Կտեսնենք։